1401-րդ օրը զենքերը չեն լռում ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսաստանի Տեմրյուկ նավահանգստում նավթամթերքի երկու պահեստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է Կրասնոդարի նահանգապետը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ Storm Shadow հրթիռներով հարվածել են նաև Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին։ Ուկրաինայի ռազմական հրամանատարության խոսքով թիրախավորված գործարանները, պահեստները նավթամթերք են մատակարարում Ռուսաստանի հարավ, մարտադաշտում ուկրաինացիների դեմ օգտագործելու համար։ Թեժ է իրավիճակը նաև ռազմաճակատի օդային տարածքում։ Գիշերը լարված է եղել Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենց զինուժին հաջողվել է Դոնեցկի մարզում Պոկրովսկի հարևանությամբ նոր բնակավայր գրավել։ Չնայած ռազմաճակատում բարձր լարվածությանը, Կիևն ու Մոսկվան բանակցությունների մասին հուսադրող հայտարարություններ են անում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, ամերիկյան միջնորդությամբ բանակցություններում դանդաղ, բայց կայուն առաջընթաց կա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվան վերլուծում է պատերազմը դադարեցնելու մասին Թրամփի 20 կետանոց ծրագիրը, որոնք Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը շաբաթվա սկզբին Ֆլորիդայից Մոսկվա է բերել։ Իսկ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ Զելենսկին է հեռախոսով խոսել։ Ուկրաինայի նախագահն առանձին զրուցել է նաև Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների հետ։ Կարևոր մանրամասներ քննարկեցինք։ Լավ գաղափարներ կան, որոնք կարող են նպաստավոր լինել ընդհանուր արդյունքի եւ երկարատև խաղաղության համար։ Զելենսկին նշել է, որ որոշ փաստաթղթեր գրեթե պատրաստ են, բայց դեռ անելիք կա իր խոսքով զգայուն հարցերի շուրջ։ Նա չի բացառել, որ շուտով կհանդիպի Թրամփի հետ եւ այն, որ մինչեւ նոր տարի կարող է շատ բան որոշվել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։